Մեծարգո պարոն նախագահ, հարգելի ներկաներ, տիկնակ եւ պարոնայք։ Չափազանց ուրախ եմ հյուրընկալել ձեզ եւ ձեր պատվիրակությանը Հայաստանում։ Վերջին շրջանում Հայաստանի եւ Վրաստանի միջև հարաբերություններն աչքի են ընկել մեծ ակտիվությամբ եւ ընդլայնվող բովանդակությամբ։ Հայաստանի եւ Վրաստանի միջպետական հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության տրամաբանության, ժողովրդավարական արժեքների, մեր պետությունների ինքնիշխանության եւ երկու բարեկամ ժողովուրդների ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի եւ ընդհանուր ապագայի տեսլականի վրա։ Շարունակվում են պարբերական այցելությունները բարձրագույն եւ բարձր մակարդակով, զարգանում եւ խորանում է համագործակցությունը պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում։ Նախորդ տարիներին համագործակցության աննախադեպ ակտիվացումը, ռազմավարական գործընկերության հաստատումը կայուն հիմքեր են ստեղծել եւ պարտավորեցնում են մեզ բազմապատկել ջանքերը փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Կարևորում եմ Հայաստանի եւ Վրաստանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունները, որպես Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ամրապնդման գործոն։ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում։ Այսօր գործընկերոջս հետ անդրադարձել ենք Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, ներառյալ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, սպորտի եւ երիտասարդության ոլորտներին առնչվող հարցերը։ Հարգելի ներկաներ, անշուշտ այսօր քննարկում ենք ունեցել նաեւ տարածաշրջանային կայունության եւ երկարատեւ խաղաղության հաստատման հարցերի շուրջ։ Հայաստանը հաստատակամ է խաղաղության օրակարգ առաջ մղելու գործում եւ շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում։ Վերստին ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնականը համաձայնեցվել է եւ պատրաստ է ստորագրման։ Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։ Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը։ Ողջունում ենք համագործակցության երկկողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները եւ արժեվորում Վրաստանի դերը համագործակցության եզրեր գտնելու ընդհանուր տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում։ Մտքեր ենք փոխանակել նաեւ միջազգային կարեւորության մի շարք հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների եւ տարածաշրջանային հեռանկարների վերաբերյալ։ Ավարտելով խոսքս, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել եւ ամրապնդել գործընկերային հարաբերությունները, իշահ մեր բարեկամ ժողովուրդների եւ ողջ տարածաշրջանի։ Շնորհակալություն։